Բարի առավոտ հարգելիներս, բարի գալուս նոր վլոգ, ինչպես եք, հուսով եմ լավ եք, աղջիկներս առավոտ շուտ եմ սկսում վլոգը, որպեսզի շարունակեմ ընթացքը։ Գիտեք, եթե առավոտյան չեմ սկսում նկարահանել, ամբողջ օրվա ընթացքում չեմ նկարահանում կամ նկարահանում եմ մազ-մազ։ Այստեղ առավոտ շուտ, ինչպես տեսնում եք, Գյորգին հողամասում ամբողջ խոտն է մաքրում, ամբողջ հողամասի խոտերը պետք է մաքրի, որպեսզի ես էլ փոცხեմ ու անցնենք մեր հողամասի գործերին, քանի որ արդեն 2 շաբաթ եղանակ չեր անում անձրև, այսպես չենք կարողանում ոչ մի գործ անել, հիմա վերջապես արև ենք տեսել եւ ինչ ենք անում, բնականաբար մեր հողամասը խելքի ենք բերելու, դեռ ոչինչ չենք հասցրել անել հողամասում, քանի որ եղանակ չի եղել եւ 2 շաբաթ սենց անոտ մեջ անձրև էր գալիս, մի օր կտրում էր, հաջորդ օր էլի գալիս էր ցեղեր, չէր կարողանում ոչ մի գործ անել։ Եվ դե ինչպես տեսակ Գյորգին հողամասում գործ անում, իսկ մենք ինչ ենք անելու, բնականաբար սուրճ ենք վերցնում, գնում հողամաս, որպեսզի մի հատ սրճենք ու անցնենք գործի։ Մի հատ բարի լույս ենք ասում ու անցնում ենք առաջ։ Մի հատ կոֆե խմենք աղջիկեք ջան, Էրիկս դասի է, Արսենս մանկապարտեզ է, ինչպես տեսակ Էլին ասխելով նստած իր համար մուզիկա նայում։ Ես էլ ասի տան գործը վերջացնեմ ու դուրս գամ դուրս։ Եվ սրճենք, իա։ Ես ինչ եղավ։ Մեր տրսին ասոսը վարվել է, նոր չի վարվել է, փչացել է, հեռացրել են, որն ենք ուզում դնել, ու այսպես ջուրը լավ տեստե չեմ անի, ասել, մինչև մաքրվի, մինչև պարզվի, ժամեր կտևի ու տրեցի ջուրը, տանը ես պատրաստի ջուր եմ վերցնում, թեյնիկում եկա, Առավոտ շուտ արթնացա, Գյորգին երեխեքին տարավ, դուրս եկա դուրս, որպեսզի գնամ խոզերին կերակրում, տեսնեմ թշուն է գալի։ Այդ որտեղ որ այդ ինչ էր անունը նոր ասեցին, ասոսն է դրած, այդտեղից ձայն է գալիս։ Բաց եմ տեսնեմ, որ այդ ամբողջ տարածքը ջրի մեջ կորած է։ Ու ծաղկվել է, փչացել է։ Ու ջուրը սենց գնում է, հիմա ինչքան է գրել ջուրը չգիտեմ, տվականին լցվել էր։ Գյորգին եկավ հեռացրեց, այդպես աղջիկեք ջան։ Տեսա հոլովակս մոնտաժեցի, տեղադրեցի համի աշխարհում, փոքր վլոգում շուտով այնտեղ դառնում են 7000 Եվ դա ինչ է նշանակում, որ շուտով համեղություն եմ թխելու, որպեսզի վայելենք, նշենք մեր 7000-ը։ Այդ 7000-ը ինձ համար աղջիկեք ջան ուղղակի թիվ չի, այն որ ուղղակի հա էլի թիվ է եւ այլն, հետեւորդ են տենց էլ պետք է լիներ, չէ։ Ես շատ եմ արժեքավորում մեր գործունեությունը YouTube-ում իմ եւ ձեր Դուք ակտիվ չլինեք, ես ակտիվ չեմ լինի, ես ակտիվ չլինեմ, դուք ակտիվ չեք լինի, դրա համար ինձ համար ամեն մի հոգի դել շատ թանկ եք, շատ կարևոր եք, շատ գնահատված եք, ասել եմ և կասեմ, վլոգերն առանց հետևորդի ուղղակի վլոգեր կոչվելու իրավունք չունի, եթե մի մարդու չեն հետևում, տվյալ մարդը չի կոչվում վլոգեր, և պարտադիր չի, որ ասենք միլիոնավոր հետևորդներ ունենաս, որ նոր քեզ համարես վլոգեր, ոչ, կարող է հենց այդ օրներ մարդիկ որոշում են բոլորը դուրս են գալի կայքից հետ ու դու մնում ես մենակ ինքդ քո դատարկ ալիքով, ինչ պետք է անես, էլ բնականաբար այլևս վլոգեր չես կոչվի, այդ իսկ պատճառով ինձ համար ուղղակի թվեր չեն, աստիճանաբար մեծանում ենք, ոչ թե սենց մի օրվա ընթացքում ենք դառնում 30,000, 40,000 հուսով եմ այդ օրն էլ կգա, բայց մենք այսպես քայլ առ քայլ առաջ ենք գնում միասին։ Ծառներն արդեն ծաղկել են, վերջ գարունն եկավ, բայց այսօր մարոզ ա տված, տեսնենք ինչ կլինի, մարոզ կլինի թե ոչ։ Իրան նոր բնակարանում իրան շատ լավ է ասկում։
Անենց սիրուն է այս բուկետը։ Այս տակն է կմաքրես, էլի Գյորգի։ Անա, արսենց է տալում։ Հա։ Մաքրեմ դու բան կենես։ Հա։ Ես կփոցխեմ։ Այստեղ է կմաքրես, ծառների տակը մաքուր եղնի։ Մնամաս քանտեղը փորեմ։ Էսի բաններ է, քաշտի դի։ Հետի վարշե կարելի է տեղից հանել։ Նա դες քանեք հետո նոր քաշեն։ Հետի թոմն է չել խանգարում։ Այս քիլոն քան։ Հավերը դուրս են եկել։ Այս երկուսն են մնացել, այստեղ հիվանդ են, ինչ են։ Նոր երեկ ու այսօր է, որ անձրև չի եկել։ Կլուբնիկները պետք է լավ թարմացնեմ, սխտորները։ Ես աստեղ եմ մաքրեց, մի անգամից կփորեմ ու կանաչի կլսնեմ, սենց ճոխ-ճոխ։ Սիրուն կհավաքեմ, մարազիլնիկ կլսնեմ, տարին 12 ամիս թարմը կանաչի կունենանք։ Արի Գյորգի սարավ։ Հələ նայեք, այս նասոսները, Էնդերսի նասոսը։ Ահա։ Այն հողոդաղանը, այն դուր թապել ես։ Ինչ է։ Այն բանը ստեղանը, հողոդա։ Ինչ աման։ Դոս բանը հողոդ ես բանուր կա։ Անա ջան։ Ես բան չեմ թափել։ Հողոդը խոդ այն բանի։ Հա։ Ինչ հարիր։ Անդ չի բանանի վարվեդի։ Այս հողոդ կուշկը մնաց։ Հա, թոմանա։ Տանձի ծառնելա ծաղկը։ Կարտոշկեն 40 օր հետո է դուրս գալի։ Հեսա կոսմաս ցանում ծլել այո։ Այդքան շուտ։ Ես դուշա ցանում։ 40 օր է։ Ես մեր հողը գիտես ջրա հող չի։ Ինչ է, որը։ Այսի։ Ստե։ Հա։ Խի։ Տագը բանը այս հողից է։ Հա։ Այս է հողը վերստացած։ Ստեղ էս ասաղ մարգեր են բացելու, սենց։ Սաղ տարբեր կանաչի, համ եմ Սամիտ Պետրուշկա հավաքեմ, մարազիլնիկ լսնեմ։ Դե բան ցանենք դեպի բար։ Դե չէ, ներքև վիբարը կցանենք։ Ներքև ու։ Դե։ Ուսյո։ Պոպոքի հետևը։ Պոպո գիտե բանը, կլումինը դանա։ Սասի հետ կենեն ինչ գործ անում։ Գյորգեն այս հետևը։ Զիբիլա։ Անենց համովա դրսի կոֆեն։ Հաց սարքեմ բերենք դրանը հացու։ Սենց է վերվաղա ձիծա դարչեղ ես կը։ Չխկսնում եմ։ Դրսում կոֆե եմ խմում, բա դրսի կոֆեն շատ համովա, հատկապես հողամասը։ Աստեղ կարելի է ինձ համար միասիրուն ճոճանակ սարքես։ Հələ նայք, էլի եկավ։ Պրտեմ մասնիմ ստեղանք ես պրտեմ։ Այսօր լավ ես տունը մնացիր, այդ ջուրը որ տենց գնար ես ինչ պիտի անեի։ Ցելիոր ջուրը փագած պիտի պահեի։ Նույնա։ Սաղ աստծո ձեռն է։ Իսկի չէ ջոգելու որտեղից գնամ փագեմ։ Այդ վինտիլը որ փագե մենակ մերն է, փագում թե արևաններն է։ Աստծո գործերը ուրիշ է։ Ջուր բացիկ։ Մնաս պոլերը սրբեմ ու գամ։ Արի բս։ Աղջիկներս այստեղ պատրաստում եմ դասի, վանիլային բիսկվիթ եմ թխում և տեսնենք ինչպես է արդյունքում ստացվում։ Իհարկե կիսվեմ ձեզ հետ, ցույց կտամ
Ինչպես է թխվել, քանի որ շուտով դառնում ենք 7000, բնականաբար տորտ եմ պատրաստելու եւ վանիլային բիսկվիթով եմ պատրաստելու, այնպես որ անցանք տեսնենք ինչ ենք անում, ինչպես է ստացվում։ Կարծեմ երկրորդ անգամ եմ թխում, եթե չեմ սխալվում։ Թե առաջի անգամ եմ թխում, չէ, երկրորդ անգամ եմ կարծեմ թխում։ Մի խոսքով ավելի մեծ էսպես չափով եմ վերցրել։ Նու այստեղ կան չափեր, պետքա բազմապատկեք, եթե 20 սանտիմետր եք ուզում, պետքա բազմապատկեք, եթե 22 եւ այլն, բաղադրատոմս է, պետքա բազմապատկեք, հա ջան։ Ինչը բալես։ 7 тысяч։ Հա, դու գիտես 7 միլիոն ենք դառնում։ Մի խոսքով անցնում ենք գործի աղջիկներս։ Գյորգին իր հետ քաղաքից կոֆե է բերել։ Հայկական կոֆե, չգիտեմ համտեսել եք թե ոչ, մենք կարծես առաջի անգամ պետքա այսպես վայելենք, համտեսնենք, եթե չեմ սխալվում։ Այն երկրորդ անգամ որ բերել էր Արցախի կոֆեներ, հիմա հայկական անկյուն։ Արմյանսկի ուգոլոկ։ Այս մեկն է դեմից դիանից օգտվում ենք, լավն է։ Էլի Հայաստանից է։ Մուրադյան, Յուրի Մուրադյան, կարող է իմ ազգակիցն է, իմ ազգանունն էլ է Մուրադյան։ Ես էլ է իրանցը, հա։ Մենք կոֆեն աղակի իրևի տարբեր տուփերում։ Հա, հայկական է։ Հայերեն է գրված։ Մեզ անհրաժեշտ է շաքարավազ։ Շաքարավազը եւ սպիտակուցը իրար հետ ենք քարելու։ Միանգամից սպիտակուցը լցնում ենք շաքարավազի վրա, որտեղ որ հարելու ենք, հենց այդտեղ է լցնում ենք սպիտակուցը։ Նայում ենք հանկարծ դեղնուցի, այսպես մի գրամ ինչա չգնա սպիտակուցի մեջ, որպեսզի մեր բեզեն ստացվի։ Մի գրամ դեղնուց պետքա չգնա, եթե գնաց, ուրեմն լավ չի լինելու, սպասի, բալես։ Այս ձու շատ մեծ է, ուսան կալյուրը քիչ չի լինի։ Ու ձու ենք վերցնում, աղջիկներս։ Ինչ ես ուզում։ Մամային նայես։ Էիք ջան, քիչ են կողմ կանգնի, բալես թող ինքն է նայ։ Իմ օգնականներ իմ կողքն են։ Մազատի։ Հա։ Մազատի շուշոր, это розовый, да? Ռոզովի։ Да. Ну կարմիր է, Էլինա ջան։ Да. Այդքան ձեր մորքուրն ուղարկել է ձեր նվերները, պետքա գնանք վերցնենք Էրիկ։ Да, да. Я смотри, Ահա, 3-ին դեռ եկել է։ иди связывай это, да? Հա, բալես։ И машина это. Մաշինա եկել է, նստես ուր գնաս։ Моє авто. Воздух ты Ուր гнал. ես գնալու քո մեքենայով։ Աշոյի։ Աշոյի։ Երեկո արտատն ասում արի Հայաստան, ասում ասպասի, մաշին են գա, նստեմ գա, Да. գնալու ես Հայաստան, Да. հաճան, աս այրիկ ջան, Красными бананами. մոժնը, հա, գնանայ, Արմյանսկի, դա, իմ տղեն հայկական խոհանոցն ուսումնասիրում, այսօր հայկական խոհանոցն են ներկայացրել իրենց դպրոցում, պարել են քոչարի, ահա, հիմա ինչ ենք անում, 8 ձվի սպիտակուցին ավելացնում ենք շաքարավազը, Давай. քանի գրամ է շաքարավազը, և դանդաղ հարում։ Աղջիկներս լսպասի Էլինա ջան, հարում ենք արդեն մոտավորապես 4 րոպե։ Հիմա արդեն այսպիսի զանգված ենք ստանում արդյունքում, մազ-մազ ավելացնում ենք դեղնուցը և նորից հարում ենք։ Բեզե չենք ստանալու։
մեկ ավելացնում ենք դեղնուցը, թող բալես։ Էլինա ջան, լնայք, ամեն ձև մամային օգնում է։ Սպասի կյանք։ Մերնեմ ողջի ես քո այն մատներին։ Սպասի։ Ահա, հիմա արդեն անջատում ենք, էլ հարիչով չենք աշխատելու։ Մատատովի։ Մնացած աշխատանքները արդեն ձեռով ենք անելու։ Հաջան։ Մատատովի։ Ճիշտ է, անունը տորթի վանիլային բիսկվիթ է, բայց խմորի մեջ մի գրամ վանիլ չի գնում, աղջիկեք ջան։ Ալյուրին ավելացնում ենք փխրեցուցիչը 2 թեյ գրամ։ Մի հատ լավ խառնում ենք, որպեսզի ստանանք համասեռ զանգված։ Եվ արդեն մի անգամից հենց այս ձև ալյուր ավելացնում ենք մեր ձվային զանգվածի վրա և խառնում ենք։ Միայն խառնում ենք մեկ ուղղությունով։ Ափսոս դուք սենց չեք տեսնում։ Երկար ժամանակ էր տորթ չէի տղե աղջիկեք ջան։ Դասերին կարելի ասել տենց չէի մասնակցում, հիմա արդեն վերադառնում եմ։ Նույնիսկ այս մի քանի օրը սենց խառնեինք, քաղաք էի գնում գալիս։ Աղջիկեքի գործերը միայն հավանում էի ու տենց որ ասեմ ակտիվ շփվում էի, չէ, ու աղջիկեք ինձ առանձին նամակներ են գրում, Աննա ջան, ինչ եղե, հոբան չի պատահել, քո տեղը երևում է չաթում, ու չեք պատկերացնում ինչքան շնորհակալ եմ ու շատ ուրախ եմ, որ նույնիսկ բացակայությունս նկատվում է։ Այսպիսի խմոր ենք ստանում արդյունքում։ Հիմա այստեղ ավելացնում ենք բուսայուղը։ Ես երբեք չէի պատկերացնի, որ 7000 հետևորդ այսքան շուտ կլռանա իմ փոքր ալիքում և ես էլ այսպես սիրուն համեղ տորթ կթխեմ։ Տեսնենք ինչպես եմ զարդարելու, մտքեր ունեմ մի քանի տեսակ, հիմա տեսնենք որ մեկը այսպես կստացվի։ Խմորը տեսեք ինչ ընտիր, գլատկի, սիրուն խմոր ենք ստանում արդյունքում։ Մի հատ էլ լավ խառնեմ, գնդիկներ տես, այդ գնդիկներն է վերացնեմ ու անցնենք թխելու։ Վերջ սիրուններս արդեն պատրաստ է, տեղափոխում ենք թխելու։ Ահա աղջիկներս պատրաստ է, թխում ենք 160 ջերմաստիճանի տակ։ Առաջին 20 րոպեն չենք բացում դուռը, չենք տեսնում այնտեղ ինչ է կատարվում։ Թխելու ենք մոտ ավրապես 30 րոպե։ Ես իջացրել եմ 150 ջերմաստիճան, որովհետև շատ տաք էր, չեմ ուզում միանգամից այսպես ինքը վերև բարձրանա, ուզում եմ հանգիստ եփվի։ Ահա։ Այս ծաղիկս ստեղի անշատ լավ ազգում աղջիկեք ջան, մտածում էի կարող այսպես թորմշի, բայց չէ, դեռ լավ է։ Ահա, այսպես։ Եղանակն էլ արդեն լավանում է։ Գյորգին բավականին հասցրեց մաքրի հողամասը, հալա նայք։ Չեմ հավատում, որ էլ խոտ չկա, չուձախ, մնում ա տորթը թխվի և դուրս գամ փոցխեմ, հիմա Էլինային կքնացնեմ, Էրիկս հաց կերա վերջացրեց իր տնայինները կկատարի, այդպես սիրուններս ու կանցնենք գործի, ժամը արդեն 2:20 է պակաս։ Աղջիկներս տորթի հետ կապված բոլոր բաղադրատոմսերը լինելու են համի աշխարհում, այնպես որ միացեք համի աշխարհին, որպեսզի բաղադրատոմսերը այնտեղ գտնեք, այնտեղ տեսնեք և այնտեղ պատրաստեք։
Ինչպես տեսնում եք, մածունը շատ ընտիր է ստացվել, կյանքիս մեջ առաջին անգամ մածուն եմ մերել ու տեսեք ինչ տեսք ունի, համի մասին էլ չասեմ, արտակարգ համեղ է ստացվել, երբեք չվախենաք փորձելուց, եթե դա փորձում եք առաջին անգամ, անպայման փորձեք ու ձեր մոտ էլ շատ ընտիր կստացվի։ Աղջիկներս գնում ենք Արսենին վերցնենք, այնտեղից էլ մեր Բասիլկեն ստանանք ու տուն գնանք։ Երեխեքը նվերներ են ստացել Հայաստանից, պետք է ռասպակովկա անենք։ Էս Արսենինս է, լբացի Արսեն։ Էս Էլինայինս է, Էլինան մեքենայի այր ուզե կուկլա չեր ուզել, էս էլ Էրիկինս է, ան Էրիկ ջան, դու էլ ընդեղ բացի։ Աստեղ իմ գլյուկոզան է եկել, տորթերի համար, ձու եմ արել, բուսայուղ և շաքարավազ։ Это наклейки. Լտենա, ուղ տի, ինչ սիրուն է, Ну, я могу их... չպչացնես բալես։ Это для вот этого школы. Աստեղ, հլը բացի։ Это пластика. Естественно, только одна. Քանի գույն է, 20։ И там... Գիրքնա, այստեղ պաստավկեն է, Էրիկի 3D ռուչկեն է։ Հլը բացի է, Արսեն ջան, Արսենի նոր վերցեցինք մանկապարտեզից, եկա մի հատ կոֆե դրեցի։ Այս սենց դնում ես, որ ինքը չթափվի, բալես, նայ։ Ага. Умնի է ինքը։ Это мне нравится. Да, мне тоже, Ան։ Это... Ага. Мама, иди это тоже. Էսա, սպասեք, սիրուն բացեմ։ Это было вот это. Էսի դնում ես բալես, որ ինքը չպոկվի, չկպնի սեղանից, Ага. չանա, հլը սպասի միացնենք, հլը բացի, բարով մաշեք։ Апресс. А если пластика, сам? Սաղ տարբեր գույների է, Արսեն չկարողացար բացվես։ Да. Ես էլ Արսենն առասպակովկա անում, հլը նայեք ինչ արագ է բացում։ Անելինա, էսի քոննա։ Բարով մաշես, հլը նայեք ինչ լավն է, դռները բացում։ Ահա, Яркий. ուստեղ է պետք է։ Էլինա, մի քցի գետնին։ Չի կարելի, սպաս, էդ դրեցիր Արսեն։ Да. Մոլոդից։ Հա, Երիկ, պաստավկեն սենց սիրուն դնում ես տեղ, որ սեղանը չվարվի, ոչ միտեղ չվնասես։ Էդ իրա պաստավկեն է։ Ահա, Գյորգելանա Երիկի դլինի ռուշկեն ինչ ումնի է։ Պաստավկու բանով սիրուն։ Ահա, տանում է։ Папа, папа, Պետք է տաքանա։ папа, подойди. Պլաստիկ։ Подойди. Էսի բալես, պտի հանես։ Նշի։ Էսի։ Թե ինքը կգա, չի գա։ Такая. Կգա։ А, это надо вот так? Էսա տաքանա։ Ապեր Արսեն ջա սենը։ Սպաս էսա պապանկանի չանգալով։ Это туда. Պետք է էլեմետ դնենք գազի։ Я сам могу. Ահա, այն օր եկավ Երիկ։ Это туда. Այն օր եկավ, գալիս է։ Հայ եկավ։ Չէ՞, հա, գալիս է։ Ինքը պետք է հասնի։ Наконец. Այդ պետք է բացես, ինձ թվում է բալես։ Թող։ Мама, Дани. Ահա։ Мама, вот Дани. Возьми. Թող ինքը կգա, թող, էսա ինքը տաքանա կգա։ Վաու։ Քշի։ О, папа. Հələ այս կոմ պրծրու Արսեն։ Մի քիչ այս կոմ։ Надо держать сюда. Это, вот это.
Հա, Մատի նկավ է։ նայ չգցի, ահա։ Նայ տանը մաչի գցեմ։ Աղջիկներս էսել տորթի կտրվածքն է, հələ մի հատ գույնին նայեք, տեսքին, ծակոտիներին, ու շատ ընտիր է ստացվել։ Ահա, մնում է հարթեցումը, ես արդեն որ 7 անգամ եմ անում, դե աստղիկ ասեց, 7 անգամ ավելի յուրահատուկ կլինի հարթեցումը, այդ մեկը շատ լավ եմ հիշում։ Հիմա տեսնեմ, այս անգամ հարթեցումը ինչ ձև կլինի, պետք է անընդհատ փորձես, որպեսզի ձեռքդ սովորի, էլի, մի անգամ, 2 անգամ անելով հաստատ չի ստացվի։ Դրա համար այս ձև, ահա, դառնում ենք 7000 եւ մոմերը փչում ենք, սիրուններս քիչ մնաց։ Այդ բայց կարելի է այդտեղից հավաքել։ Հələ սխտորներն ինչ են արեղազերը, թե հավերը։ Սաղ ջարդել են։ Ինչի համար դուրս եկա աղջիկեք ջան։ Չեմ էլ հիշում դուրս եկա, ինչ անեմ։ Հələ դուք ստեղ նայեք, տարածքը վերջապես մաքրվեց։ Գյորգին ասեց Աննա ջան, ես հատվածում ոչ մի բան չես ցանում, չես տնկում, չես փորում, ոչ մի բան ստեղ չես անում։ Պետք է բերենք, այստեղ սրսկենք, որ խոտ մոտ ոչ մի բան դուրս չգա։ Հիմա կլումնիկներն եմ թարմացնում, սխտորները, քան երեխեքս խելոք խաղում են, ես էլ անցնեմ իմ գործին։ Աստեղ քախան ունեմ անելու, գնամ ձեռնոցներս բերեմ, դասի սորթ արդեն թխեցի, վերջացրեցի, տեսնենք սենց չեմ կարա հանեմ, էլ մի հատ էլ չգնամ հետ կամ ժամանակ կորցնեմ, կարամ, չեմ կարա, Աննա ջան, մատու եղուն գտխնայի, բայց դե միչև գնամ, միչև հետ գամ, աղջիկեք ջան, լիքը ժամանակ կկորի։ Հələ ստե նայեք, են անգամ քախանեցի, հատիկ, էլի խոտա դուրս գալի։ Գյորգին ասեցի, Գյորգի ջան, են վերևն եմ մաքրի, որ օծմոց ոչ մի բան չգա։ Ես շատ եմ վախենում օծերից, օծերներ շատ են, հիմա ամեն մի գործ անելուց ես այդ օծի մասին եմ մտածելու։ Ասմա, ում մասին շատ ես մտածում, դեմդ է հայտնվում, հիմա հանկարծ օծը դեմս դուրս չգա։ Ես որ հնձել է, ստեղ անգե խոտերը, ես պետք է փխրեցնեմ, հələ նայեք ծաղկել է կլուբնիկները արդեն, սիրուն դուրս գաք, որ ես է համով տորթեր թխեմ երեխեքիս համար։ Ահա։ Մնում ադեղը, կարող է հենց հիմա էլ գնանք առնենք գանք խոտի դեղը, որ արև եղավ մի անգամից փչենք։ Տնոշեններն հենց էլ արմատ ունեն, հիմա ասենք մի հատ բերքատու բույս, որ արմատահան անես, էլ սպանես դուրս չի գա։ Այս քոլերն այսքան արմատահան ենք անում, էլի դուրս է գալի այ։ Օղամասից ես էներգիա եմ վերցնում աղջիկեք ջան, էներգիա, վայ նայեք, ստեղ դուրս է եկի կլուբնիկները, որտեղ որ այդ մարդը եկավ վարեց, սաղ փակել էր, նորից դուրս է գալի, ստեղ վարունգի տեղն է, պետք է դզեմ փչեմ, որ վարունգը ցանեմ, լավ է դուրս է գալի փափուկ, վերջացրեցի սիրուններս, մնում ամի թեթև է փապկացնեմ և վերջ։ Աստեղ արդեն վերջ հանցնում ենք, գնամ այդ թոխի այնչը, պետք է պոչը Գյորգին ամրացնի, որպեսզի անցնեմ մնացածին։ Հələ գնանք տեսնենք կարտոշ կա դուրս է եկե, թե չէ։ Աստեղ սիբեղի տեղ ունեինք, գտնամ սիբեղ կա։ Հա, կա, բայց բարակ է էլ ինքը։ Ինչի, ինչ որ պետք է։
Այս հենց էներգիա ենք վերցնում հողից։ Ու աղջիկներ ջան։ Ահա։ Ու հետո արդեն արդյունքով համ ուրախանում ենք, համ արդյունքը վայելում ենք։ Այստեղ ես եմ գիտեք տեղերը նշել, որտեղ քանի մարկ եմ ցանել, կարտոֆիլները վերջում դրել եմ, որ հետո հաշվեմ, տենամ քանի հատ է։ Աղջիկներս կյանքից մեջ առաջին անգամ կարամել եմ պատրաստում ու տեսնենք ինչպես է ստացվում։ Դասը նայել եմ 2-3 անգամ եւ անցել եմ գործի։ Աղջիկներս կարամելը առաջին անգամ պատրաստեցի ու շատ ընտիր ստացվեց։ Հիմա թողնում եմ սենյակային ջերմաստիճանում 1 ժամ մնա ու արդեն կտեղափոխեմ սառնարան 4-5 ժամ հանգստանա։ Աղջիկներս այս ֆեն չոտկը կարող եք ձեռք բերել մագնիտից կամ մագնիտ կոսմետիկայից, հիմա չգիտեմ վաճառում է թե չէ։ Ինչքան ժամանակ է չկա, ասեմ որ մեր մոտ մագնիտ չկա, ես մագնիտ ամեն օր չեմ գնում։ Բայց ես մագնիտից եմ գնել։ Էլիրայի մազերը որ պենում է, հարցրել են Աննա ջան, որտեղից ես ձեռք բերել։ Մագնիտից 1500։ Մամա դա Հայաստան տա, չէ՞։ Հա, մի հատ տարավ, թե երկու հատ։ Մի հատ իրան, մի հատ սոյային։ Հա։ Թե մենակ մի հատ սոյային, չգիտեմ։ Երկու չոտկ ունի, մեկը շատ մեծ է, մեկը շատ փոքր է, այս փոքր տարբերակն է։ Մեծը ավելի էս աբյոմ է տալիս, որ sense ֆենում եք վերև է բարձրանում։ Արդեն քանի տարի է։ 3-4 տարի է օգտագործում եմ, ճիշտ է ոչ ամեն օր, բայց օգտագործում եմ։ Աստեղ մեկը կար ջարդվել այս հատվածը դժվար է պահում, բայց էլի յոլա ենք տանում։ Չգիտեմ, կարող եք սկրին անել, հլա եսա ես կնայեմ, բայց պրեսում կամ ոզոնում կա, թե չէ։ Բայց լավն է, այտենց սկզբում չորացնում էր, հետո արդեն դե որ այդպես օգտագործում ես, ավտոմատ արդեն սովորում ես։ Մի թեթև չորացնում ես, ինքը արդեն ուղիղ է։ Նետել այդպես։ Սիրուններ ջան, Royal Kitchen-ը, կլինի ինձ թվում է կայքերում։ Չգիտեմ, գերեթին չելի։ Ջան։ Գնացի սիրուններս, բարի գիշեր ձեզ։ Անուշ քուն քաղցր երազներ, որտեղ բարի լույս է, կհանդիպենք առավոտյան սուրճով։